քաղաքական թաշտի այս ընդրություններին մասնագիծ լինելու հայտ ներկայացնողներին անցնենք, իմ տեսակետով առայժմ այս իրավիճակում բացի ելք Թաշինքից, այսպես ասած այդ քաղաքացիական պայմանագիր, հանրապետություն, կուսակցություն եւ լուսավոր Հայաստան, որոնք իշխանության կողմից դրածոտ չեն, այսինքն իշխանության բادرով չէ, որ իրենք այսպես ասած գալու են մասնակցեն այս ընդրությունների, մնացած բոլորը դա իմ զուտ անձնական տեսակետն է, ուղղորդված ինչ որ դեղից մեջտեղ բերված են, մեծ մասը։ Հիմա դրանցից օրինակի համար Սեյրան Օհանյանի անվան շուրջ ձևավորվող այդ Թաշինք կոչված իրականությունը անհեթեթության գլուխգործոցն է, որը ես չեմ կարողանում պատկերացնել, էլի։ Այսինքն ոնց որ գինը դղամարդը այդ աստիճանի դարբեր իրարից է, հիմա ոնց կարող է հայրիկյանի մի մարդ հայտնվի մի տեղ, որ այսպես ասած գեցե Ռուսաստան Մոսկվայից հրանքներ ստանալով այո շեֆ ասողների գողքը գայնի անհասկանալի է կամ այս մեկն էր գեղձ մինչե հիմա խապում էր իր ժողովրդին կամ հակառակ այդ հայտ ներկայացնողներն են մեջտեղ ընկել որ այսպես ասած գեղձիկներով արդեն ի սկզբանե գեղձիկներով ուզում են ինչ որ քաղաքական միավորի վերածվել ես շատ լուրջ ուրեմն մեղադրանք ունեմ Սեյրան Օհանյան Մարտի 1-ի 2008 թվականի քանի որ ես լսել եմ այդ բարձաբանումը ես անցամ Սեյրանի հետ ինքս հանդիպել խոսել եմ այդ արդիվ Մարտի 1-ի արդիվ որտեղ միակ հարցը որ ինձ հետաքրքրում է Սեյրանին ճանաչում եմ 91 թվականից Արցախից շատ մոդիկ հարաբերությունների մեջ եմ եղել ու ես իր հանդեպ հարկանք ունեի մինչև Մարտի 1-ը